Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հանուն հավասար իրավունքների կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանի հետ։ Ողջունում եմ Տիկին Աբրահամյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, գիտեմ, որ շատ բազմազբաղ եք եւ ժամանակ եք գտել այնուամենայնիվ գալու եւ պատասխանելու մեր հարցերին։ Եվ այսպես, առաջին հարցս վերաբերում է ձեր մի գրառման Facebook-յան ձեր էջում, ես գտա հետևյալ գրառումը։ Դուք ասում եք, քանիցս կրկնում եմ ամենապարզ սկզբունքն ու կանոնը։ Իշխանության դեմ պայքարը երբեք չպետք է հատի պետության դեմ պայքարի սահմանները։ Այլ կերպ ասած, դուք ասում եք, որ իշխանության դեմ պայքարը չպետք է վերածվի պետության դեմ պայքարի, ճիշտ է։ Այժմ մենք դրա ականատեսն ենք ըստ ձեզ։ Իրականում այս սկզբունքը չափազանց կարևոր է եւ ես այս սկզբունքը որդեգրել եմ ինքս, երբ տարիներ շարունակ նաեւ ընդդիմադիր դիրքում է եւ հիմա էլ այնպես չի իշխանություն եմ կամ որևէ կերպ սատարում եմ, որովհետեւ ինձ համար կան սկզբունքներ, որոնք որևէ կերպ չպետք է խախտել, հա, այսինքն նույն 2016 թվականին, երբ ես շատ ընդդիմադիր էի գործող իշխանությանը, ապրիլյան պատերազմի ժամանակ հնարավորինս սատարում էի, ընդ որում սատարել եմ եւ միջազգային լրագրողների բերելով եւ Արցախ տանելով եւ այլ, այսինքն Արցախում աջակցելով եւ լրատվամիջոցների հետ աշխատանքով եւ այլն, այսինքն կան իրավիճակներ, երբ որևէ կերպ չի կարելի այդ սահմանը հատել։ Այնինչ երեք ցուցադրվեց, անշուշտ հարգելով կանխավարկած անմեղության, անշուշտ հասկանալով եւ վերապահումով մոտենալով հնարավոր բոլոր ներկայացված փաստերին, որոնք դեռևս պիտի դատարանում քննվեն եւ իսկությանը, բայց մտահոգություն ունեմ եւ այս մտահոգությունը վերջին 5 տարիներին առնվազն ունեմ, որ հիբրիդային տեղեկատվական պատերազմի հետևում նաեւ բնականաբար շարունակաբար այլ երկրի ներգրավմամբ եւ կարծում եմ մենք բոլորս հասկանում ենք, թե որ երկիրն է հնարավոր ջանքերը այդ ուղղությամբ իրագործում, Ռուսաստանը, իրենց իրագործման որոշակի նաև հեղաշրջման պլաններ պիտի որ մշակվեին։ Չէր կարող լիներ բացառապես տեղեկատվական պատերազմ, պիտի դրա հետևում նաև շատ հստակ քայլեր գործադրվեին եւ օգտագործվեին նաև մարդիկ, որոնք կարող են լինել եւ օլիգարխիկ շրջանակներից եւ բիզնես շրջանակներից եւ ցավոք պիտի նաեւ ասեմ, որ գուցե կարող ենք ունենալ եւ ողջամիտ կասկածներ, որ գուցե կրոնական շրջանակները եւս այստեղ ներգրաված են։ Սա մեծ համար ինձ համար անձնապես սարսափելի ցավալի փաստ է, որ նման կասկած մենք ընդհանրապես կարող ենք ունենալ, բայց որևէ կերպ չենք կարող հերքել։ Հատկապես ձայնագրությունները, որ երեք հրապարակվեցին, նորից եմ շեշտում, անմեղության կարգավարկածը որևէ կերպ չեմ ուզում խախտել, բայց քանի որ փաստաբանը եւս չի հերքում ձայնագրության իսկությունը, այսինքն որ արհեստական բանականությամբ չէ ստեղծված, ըստ էության ես մասնագետների հետ էլ բազմիցս խոսեցի ու համենայն դեպս սրա մասնագետները հիմնականում շեշտում են, որ անգլերեն հնարավոր է որակյալ նման ձայնագրություններ ստանալ, բայց հայերեն դեռևս այս որակի թերևս հնարավոր չէ, բայց այն համատեքստը, այն բառամթերքը, որ կիրառվում էր այդ ձայնագրություններում չափազանց մտահոգիչ է եւ հենց այդտեղ է, որ ակնհայտ է, որ ոչ թե միայն իշխանության դեմ է, այլ պետության դեմ, հա, այսինքն ստեղծել քաոս, ստեղծել անկառավարելի իրավիճակ, սրանք մեջբերումներ են այդ ձայնագրություններից եւ որոնց մասով այո, տպավորություն ունեմ, որ պայքար է ոչ պարզապես իշխանության, այլ հենց պետության դեմ, ընդ որում եթե այս պայքարում որևէ ներգրավվածություն, աջակցություն է ունենում որևէ այլ պետություն, արդեն միանշանակ այդտեղ կարող ենք խոսել պետության դեմ պայքարի մասին։ Դուք նշել եք նաև ձեր խոսքերից հարցազրույցներից մեկում, որ այս պլանի իրագործման ամենամեծ գլխավոր շահառուն հենց Ադրբեջանն է դառնալու։ Ասում եք դուք եւ այսպես փակագծերում առաջիկայում ասում եք մանրամաս
մանրամասնեմ, դե հիմա ես կխնդրեմ, որ մանրամասնեք, ինչու եք Ես իհարկե կուզեի, որ մենք այսինքն մանրամասնեմ նկատի ունեի, որ նաև որոշակի փաստեր կներկայացնեմ ադրբեջանական մի քանի փորձագետներից եւ այլ, բայց այստեղ ուղղակի բանավոր կասեմ։ Հատկապես 3 ադրբեջանական մամուլը այդ առումով եւ սոցիալական ցանցերը, որտեղ սոցիալական ցանցերը այս տեսանկյունից շատ ավելի կարեւոր ցուցիչ են։ Մամուլը շատ լուրջ վերահսկողության ներքո է, իսկ սոցիալական ցանցերը այդ առումով գոնե ինչ որ որոշակի ազատություն, հա, չասենք իրականում լիակատար ազատություն, բայց որոշակի անսահմանափակ ինչ որ գործողություններ անելու հնարավորություն ունենում են։ Ցնծում էին ուղղակի, հա, այսինքն ցնծում էին, որ Հայաստանում հնարավոր է նման պլան իրականացնել, ընդհանրապես հեղաշրջման որևէ գործողություն իրականացնել։ Երկրորդ կարևոր բանը, որ կարծում եմ, որ իրենք եւս շատ շահագրգիռ են այստեղ, որ Հայաստանը դառնա այդպես հերթական անգամ մտնի ռուսական ծիրին մեջ, որովհետեւ այն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը պարբերաբար եւ նաեւ տեղում այստեղի շատ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ պնդում են, որ Սյունիքի միջանցքի կամ այսպես ասած, հա, այնինչ Ադրբեջանի բառամթերքն է Զանգեզուրի միջանցք կոչվածի լուծումը կամ ապա շրջափակման ծրագիրը պետք է իրականացվի նոյեմբերի 9-ի ծրագրով։ Այսինքն սա նաև Ադրբեջանի, այսինքն սա միայն ռուսական պնդումները չեն։ Այս առումով իրենք շատ նույնական են եւ Ալիևի, եւ Զախարովա, Լավրով, Պուտին բառամթերքը այս առումով ուղղակի նույնական է։ Այս առումով էլ են իրենց շատ շահագրգիռ է, որ Հայաստանը մտնի ռուսական ծիր եւ այս խնդիրը վերջապես այդ նոյեմբերի 9-ի տարբերակով լուծվի, որովհետեւ իրենց գլուխ ուղղակի կազատվի որևէ ռազմական, որովհետեւ իրենք էլ բնականաբար ռազմական գործողություն իրականացնել է եւ քաղաքական եւ ֆինանսական լուրջ ահռելի ծախս է, պատասխանատվություն է եւ դրա տակից պետք է կարողանան քաղաքական առումով դուրս գալ։ Եվս մեկ պատճառ, որ այո, իրենք ցանկանում են այստեղ իշխանություն փոխել, սա արդեն շատ այդպես վերջին տարիների կամ առնվազն վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական տարբեր համաժողովների ընթացքում տարբեր կողմերից եւ հիմնականում ադրբեջանական պատվիրակությունների կողմից հնչեցված արտահայտություններն են փորձագիտական շրջանակների հետ հանդիպումների արդյունքում ձևավորված տպավորությունն է, որ իրենք իրականում շատ ուզում են, որ իշխանություն փոխվի։ Ինչու՞։ Որովհետև մեր հասարակական ընկալումը, ներհայաստանյան ընկալումը ճիշտ հակառակն է, որ հա, այս իշխանությունը լիովին իրենց ձեռնտու է, որովհետև ինչ հնարավոր զիջում հնարավոր է արվում է, ընդ որում այս մասով էլ շատ զիջումներ կան, որոնց մասով ես շատ քննադատաբար եմ մոտենում, հատկապես փաստաթղթումներ առելը հայցերից հետ քաշման եւ Եվրամիության դիտորդների հետ քաշման հարցը եւ այլն, բայց իրենց համար շատ ավելի կարճաժամկետ լուծում կարող է լինել այն, որ Հայաստանը ունենա շատ ավելի ռևանշիստ եւ շատ ավելի ռադիկալ բառամթերք ունեցող իշխանություն, որը իրենց շատ արագ կտա հնարավորություն ուղղակի ռազմական գործողություն անելու, որի համար իրենք իսկապես անընդհատ ստեղծում են, սադրում են որոշակի այդպես առիթներ եւ այդ առիթը ըստ էության չի տրվում իրենց։ Շատ հետաքրքիր է, որ դուք մատնանշում եք, այո, մենք էլ ունենք բազմաթիվ փաստեր, երբ որ Ռուսաստանի պաշտոնյաները եւ ադրբեջանական արտգործնախարարության պաշտոնյաները գրեթե նույն տեքստով են, այո, իրար հետ այսպես հայտարարություններում։ Հարցս հետեւյալն է. միայն Սյունիքի միջանցքին է վերաբերում այդ նույնականացումը, թե իրենց ռազմավարությունը, պլանները Հայաստանի, ամբողջ Հայաստանի հետ կապված, նույնպես պլանները նույնպես համընկնում են։ Միանշանակ շատ ավելի լայն է իրենց, այսպես ասած, ռազմավարությունը եւ երկուստեք, այսինքն եւ գործողությունների պլանը ռազմավարական առումով եւ խոսույթների նույնական մոտեցում, այսինքն եւ այդ նարատիվները, որոնք տարածում են։ Մենք բոլորովին, միայն Սյունիքի միջանցքը չէ, Սյունիքի միջանցքը այն մի հատվածն է, ընդ որում Սյունիքի միջանցքը նաեւ, այսինքն մենք նորից կրկնում ենք ըստ էության իրենց բառամթերքը, ապա շրջափակման ծրագիրը կամ խաղաղության խաչմերուկի ծրագիրը
շատ ավելի լայն համատեքստն է, այսինքն իրենց ընկալմամբ, Ադրբեջանի ընկալմամբ պատմական արդարության վերականգնման այդպես պլանն է, որը իրենց բառամթերք օգտագործենք, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան մեծ հաշվով տարածքային նկրտումներ եւ զավթողական ռազմավարություն է, որը նույնականն է ռուսական Ուկրաինայի վերաբերյալ, հա, այսինքն երբ էլի նույն տեղավորում են, այսպես ասած, պատմական արդարության վերականգնման համատեքստում, հա, որ իրենց պատմական հողերն են պետք է վերադարձնել եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ նույնական են ոչ թե իրենց խոսույթներ, այսինքն խոսույթների մասով, Հայաստանի մասով նույնական են, օրինակ նույն դիտորդների սահմանին չլինելու հանգամանքը, որ դիտորդները այստեղ հետախուզություն են անում եւ այլ, այս առումով են լրիվ նույնական, միջանցքի մասով են լրիվ նույնական, բայց կան խոսույթներ, որոնք նույնական են եւ Հայաստանի կիրառվող Ալիևի կողմից եւ Պուտինի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող։ Երկրորդ կարևոր նույնական խոսույթը, որ կիրառում են Պուտինը Ուկրաինայի դեպքում, Ալիևը Հայաստանի դեպքում, դա դեմիլիտարիզացիան է եւ դենացիֆիկացիան։ Սրանք շատ ավելի վտանգավոր են, որովհետեւ եթե դենացիֆիկացիան ինչու է հիմնականում իր համար առաջնային, այսպես ասած, խոսույթ, ինչ է դենացիֆիկացիան, երբ Ալիևը ամենօրյա ռեժիմով 2 օր առաջ եւս այդ հայտարարությունը արեց, որ Հայաստանը հանցագործ պետություն է, իրականացրել է ագրեսիա, օկուպացիա տարիների եւ իհարկե ցեղասպանություն, այսինքն Հայաստանը եւ հիմա ամբողջ դատական process-ը Բաքվում իրականացվող ռազմագերիների եւ Արցախի քաղաքական եւ քաղաքարազմական ղեկավարության ամբողջությամբ այս ծիրի մեջ է, հա, այսինքն ստեղծել կեղծ փաստարկներ, դատական կեղծ, այսպես ասած, ամբողջական համատեքստ, իրավական նաեւ հենք, ցույց տալու, որ Հայաստանը ռազմական հանցագործ է եւ օկուպանտ է եւ ցեղասպան, որը նաև հետագայում իրեն հնարավորություն կտա աշխարհին արգելելու մեզ որևէ կերպ զենք վաճառել, այսինքն հիմնական այդպես ռազմավարությունը իր երկարաժամկետ իհարկե դա է, որ հնարավորինս հանրության, միջազգային հանրության շրջանում ամրապնդի այդ նարատիվը, որ Հայաստանը հանցագործ պետություն է, որին պետք է արգելել զենք ունենալ։ Մոտավոր այն, ինչ արվել է նացիստական Գերմանիայի նկատմամբ եւ նույնը ուղղակի նույնությամբ կիրառում է Պուտինը Ուկրաինայի նկատմամբ։ Այս երկու նարատիվների նույնական միմյանց կողք դնելը չափազանց կարևոր է, որը նաեւ ես միջազգային հարթակներում եմ անում, որովհետեւ եվրոպացի, հատկապես եվրոպական համայնքում, հատկապես եվրոպական ընկալումների եւ Ռուսաստանը որպես բավական լուրջ ագրեսոր ընկալման համատեքստում շատ ավելի լավ են հասկանում ինչ վտանգավոր է Ալիևը, որովհետեւ երբ Ալիևին առանձին ես քննադատում, երբ Ալիևին ուղղակի առանձին զուտ Հայաստանին նկատմամբ ագրեսոր ես դիտարկում եւ այլ, իրենց համար դա այդպես շատ լոկալ խնդիր է դիտարկվում եւ որը տպավորություն է, որ այո, կարող են կառավարել, կարող են ինչ-որ ժամանակ լուծել կամ չլուծել, ինչպես եղավ 23 թվականին ամբողջ Արցախի էթնիկ զտման գործողությամբ, բայց ոչինչ, դե համենայն դեպս չի ավելի ընդլայնվի, բայց երբ դու ցույց է տալիս, որ այս երկու դիկտատորները ըստ էության տարածաշրջանի, ամբողջ տարածաշրջանի համար լուրջ վտանգ են, որովհետև շատ նույնական են իրենց եւ խոսույթները, եւ ռազմավարությունները, եւ մարտավարությունները, իրենք հասկանում են, որ այստեղ կա նաեւ զուգակցված գործողություն։ Եվ այս առումով կարծում եմ անընդհատ շարունակաբար նաեւ այս խոսույթը առաջ մղելը շատ կարեւոր է։ Ամփոփում ենք, փաստորեն դուք հայտարարում եք, որ այն ինչ անում է Ռուսաստանը Ուկրաինայի հանդեպ, անում է Ադրբեջանը Հայաստանի հանդեպ։
Ես ավելին ուղղակի վստահ եմ եւ դրա համար էլի բազմաթիվ փաստեր են դրա մասին խոսում, որ Արցախում պատերազմը 20 թվականին եւ հետո նաեւ ամբողջական հայաթափումը, էթնիկ զտումը մեծ հաշվով իհարկե պատերազմը որպես նախապատրաստական գործողություններ Ուկրաինայում պատերազմի, այսինքն սրա համար բազմաթիվ են եւ տնտեսական ցուցիչները, հա, ինչպես է այդ ժամանակահատվածում ռուսական գազ ներողություն Ռանոյլը որոշակի փաթեթներ գնում Շահդենիզում եւ այլը, ինչպես է ամբողջությամբ այս ժամանակահատվածում դրան նախորդած 3 տարիների ընթացքում բանակցվում Ադրբեջան, Ռուսաստան ռազմավարական եւ դաշնակցային այդ ամբողջ փաստաթուղթը եւ երբ այդ փաստաթուղթը ի վերջո կնքվեց եւ հասկանալի է որ Ռուսաստանը երկար պլանավորում էր նաեւ Ուկրաինայում պատերազմը, որքան էլ մենք անդադ հիմա շեշտում ենք հաճախ որ adekvat չէր, ռացիոնալ չէր եւ այլը, բայց բավական երկար պլանավորում է եղել։ Այդ պլանավորման մեջ բնականաբար հասկանում էին, որ լինելու են սանկցիաներ։ Հիմա այդ սանկցիաներից խուսափելու որևէ ճանապարհ հատկապես տարածաշրջանում պիտի ունենար, իսկ ով պիտի լիներ իր հիմնական դաշնակից Ադրբեջանը եւ Թուրքիան, որը պիտի լիներ դրա գինը։ Հասկանալի էր, որ Ռուսաստանը չէ, որ այդ գինը պիտի վճարեր, այդ գինը պիտի վճարվեր նաև իր պերիֆերիայի, որը Հայաստանը ինքը ընկալում էր որպես այդպիսին միջոցով, եւ Արցախը եղավ այդ գինը։ Այսինքն սրանք նաև այն հիմնական խոսույթներն են, շեշտադրումներն են, այո, որոնք պետք է նաև աշխարհին հասանելի դարձնել, որպեսզի զուտ լոկալ խնդիր չդիտարկեն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը։ Իհարկե շատ արժեքավոր է ձեր փորձը շփվելու ադրբեջանցիների հետ միջազգային հարթակում մի քանի շաբաթ առաջ ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների չափողականության համաժողով, այդպես էր կոչվում, տեղի ունեցավ հայկական ադրբեջանական պատվիրակությունների բանավեճը։ Դուք եղել եք այդտեղ եւ շատ հետաքրքիր էր ձեր ելույթը, դուք կարծես թե իրենց անուններով եք անվանել։ Թեման ատելության խոսքն էր, ես սա մեր լսարանին եմ հիշեցնում, հարցս հետևյալն է, թե ինչին էր ձգտում հասնել ադրբեջանցիները, դուք ոնց որ թե հպանցիկ ասացիք ինչին է ձգտում եվրոպական հարթակներում, հիմա հաջորդ հարցն է, որքան են հաջողում իրենք, որքան են համոզիչ իրենք այդ իրենց շեշտադրումներով եւ այդ ուղղված իրենք տանում են, որ Հայաստանը ագրեսոր է, Հայաստանին պետք է վատ նայել, զենքը դա նվազագույնն է չվաճառելը, ավելի վատ տարբերակ է, որ պետք է պատժել Հայաստանին, թույլ չտալ, որ եւ բանակ ունենա եւ այլն, գիտենք, չկրկնենք։ Դե միլիտարիզացիայի մեջ մտնում է եւ բանակ ունենալու արգելքը, այսինքն եւ որքանով են համոզիչ հիմա, այդ է հարցը։ Գիտեք, Ադրբեջանը 30 տարի երկարաժամկետ է ինքը պլանները մշակում, այսինքն 30 տարի կարողացել է նաև օկուպանտի այդ պատկերը ստեղծել, հա, մի բան, որ ըստ էության մենք 30 տարի մեր դիվանագիտությունը մեծ հաշվով պարտվել է, ներկայացնելով Արցախյան կոնֆլիկտը որպես մարդու իրավունքների խնդիր, անձի սեփական հայրենիքում հազարամյակներով նախնիների բնակավայրում ապրելու իրավունքի տեսանկյունից եւ անվտանգ ապրելու տեսանկյունից այս առումով մեր դիվանագիտությունը իսկապես պարտվել է իրենց դիվանագիտությունը կարողացել է ստեղծել այն նարատիվը, որ սա տարածքային խնդիր է եւ տարածքային ամբողջականության հարցը պիտի լինի առաջնային, չնայած ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտում հստակ շեշտվում է, որ սրանք հավասարազոր իրավունքներ են, ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականության իրավունքը եւ այս սկզբունքը ոչ միայն երկրորդ համաշխարհայինից հետո, այլ նաեւ Աֆրիկայի ընդհանրապես դեկոլոնիալիզացիայի այդ ամբողջ process-ի ընթացքում որպես իրավունք ձևավորվեց եւ կայացավ որպես իրավունք։ Այս առումով մենք այո պարտվել ենք, բայց մենք պարտվել ենք չհասկանալով ինչու, այսինքն եւ ռեֆլեքսիա ենք անում, թե ինչու ենք պարտվել, որովհետեւ մենք տարիներ շարունակ այդ նարատիվի ուղղությամբ չենք աշխատել, իսկ այդ նարատիվը ինչպես պիտի ձևավորվեր, երբ 2005 թվականին Գուրգեն Մարգարյանին ուղղակիորեն հենց ատելության, խտրականության, ռասայական խտրականության, էթնիկ խտրականության հիմքով
սպանության, հա, կացնահարեց Սաֆարովը, սա այն լավագույն հիմքերից մեկն էր գնալ ուղղակի միջազգային դատարան եւ ստեղծել այդ նարատիվը։ Մի բան, որ մենք չարեցինք եւ դրանում մտցնել նաեւ Սումգայիթ, Բաքու, Մարաղայի ջարդեր, Նախիջևան եւ այլ, այսինքն հիմքեր մենք բավական շատ ունեինք։ Ես 2005 թվականին դեռևս լրագրող եմ եւ բազում են հոդվածները, երբ նայում եմ թե ինչ վերլուծություններ էին անում այն ժամանակ անգամ հանդիպում եղավ այն ժամանակվա ԱԳՆ-ի հետ, լրագրողների հետ եւ երբ պնդում էինք, որ սա լավագույն տարբերակն է օգտագործել միջազգային իրավունքը, օգտագործել միջազգային դատարանները այս խնդիրը բարձրացնելու համար, որտեղ հենց այդպես են այդ միջազգային հանրության շրջանակում ձևավորվում նարատիվ կոչվածները, ինչ էր հիմնական շեշտվում, ստատուս քվոն չենք խախտում։ Ստատուս քվոն այն էր, որ Ռուսաստանը այստեղ մեծ տեր ու տիրական է։ Մենք այս առումով սխալվել ենք։ Ալիևը հիմա շարունակաբար նոր նարատիվներ է կառուցում։ Հիմա դա կարող է ինքը կառուցել 5 տարում, 10 տարում, 20 տարում, չգիտենք, բայց սկսել է արդեն կառուցել 3 հիմնական նարատիվ՝ Արևմտյան Ադրբեջան կոչվածը, որը զավթողական ծրագիր է, դեմիլիտարիզացիա եւ դենացիֆիկացիա, որոնց հիմքում դրված է Հայաստանը որպես ագրեսոր եւ հանցագործ պետություն։ Հիմա սրանց դեմ մենք էլ պիտի մեր նարատիվները կառուցենք եւ սա է կարեւոր, որ այս առումով նման համաժողովների հանդիպումները չափազանց կարևոր են։ Այսինքն մենք հիմա տարբեր կազմակերպություններով փորձում ենք գտնել ինչ-որ հնարավոր միջոցներ շատ ակտիվ այսպիսի համաժողովներին, բացի անհատական այդպես տարբեր էքսպերտային հանդիպում, որոնք էլի առկա են հարթակներ եւ այլն, բայց նաեւ հենց համաժողովներին հանդիպումներն են կարեւոր, որովհետեւ շատ հաճախ իրենք բավական լուրջ միջոցներ ունեն, իրենք մեկնում են բոլոր հնարավոր համաժողովներին, իրենք ասում են այնինչ ասում են եւ եթե չկա հակադարձում, եթե չկա ոչ միայն այլ կարծիքի ներկայացում, այլ իրականում մեր կողմից ճշմարտության ներկայացում, այստեղ կարող է իսկապես ինչ-որ փուլում կլինի 1 տարի, 10 տարի եւ այլն, ինչ-որ փուլում, այո, միջազգային հանրության շրջանակում դա կսկսվի որպես ճշմարտություն ընկալվել։ Այսինքն այն հարցը, որ ես տալիս եմ, որքանով է նրանք համոզիչ, մենք պետք է ասենք նրանք համոզիչ են, այնքանով որքանով մենք համոզիչ չենք։ Կամ այնքանով, որքանով դրան հակադարձում չի լինում եւ այնքանով, որքանով սիստեմատիկ, հաստատակամորեն իրենք շարունակում են այդ նարատիվը պնդել եւ դրան հակազդում մեծ հաշվով չի արվում։ Տեսեք, մենք ունեինք նաև, այո, մարդու իրավունքների պահը կար այսպիսի ձևակերպում, բայց չխորացրեցին անկախացում հանուն փրկության։ Մենք այդ ամենը ոնց որ թե դրեցինք մի կողմ, այդ բոլոր խաղաթղթերը դրեցինք մի կողմ, եւ հիմա երբ որ մենք զուգահեռ ենք անցկացնում ճանապարհի մեջտեղում ենք, ես հիմա հարցնեմ, տեսեք, նման է դրան, թե ոչ, այնինչ ես հարցնում եմ։ Տեսեք, Ռուսաստանը ինչու հարձակվեց կամ սկսեց այդ իր օպերացիան։ Նա ասեց, ես այնտեղ ռուս բնակչություն ունեմ եւ պետք է պաշտպանեմ նրանց իրավունքները, այդ դենացիֆիկացիան իմ ռուսների հանդեպ էր ձեզ մոտ նացիֆիկացիան, այսպես ասած։ Ադրբեջանը չուներ այդպիսի խնդիր, ճիշտ է, հայերն էին բնակվում այնտեղ։ Գուցե հենց այդ զուգահեռ անցկացնելու համար են սկսել այդ խոսակցությունները, որ Հայաստանից են ինչ են ասում, արտաքսվել, այո, ադրբեջանցիները, նոր, այսպես ներողություն, ձվից դուրս եկող նարատիվներ կան, որը պետք է արմատից պետք է մենք խեղդենք, աշխատում ենք այդ ուղղությամբ, նկատվում է, չէ, որ այդպիսի, որովհետև նա պաշտպանելու դեռևս ոչ ոք չունի, քանի դեռ իր այդ 300,000 դեռ չի տեղափոխել։ Եվ հենց այստեղ է նաև, այո, այդ հեռահար պլանը, որ այստեղ պիտի ունենա բնակչություն, որի պաշտպանության համար հետո ջանքեր պիտի գործադրի, այդ թվում նաև ռազմական եւ այլ եւ այլը։ Եվ սա է նաև պլանի այդպես կարևոր բաղադրիչը։
որի ուղղությամբ իրականում շատ ակտիվ աշխատում են, այսինքն այդ Արևմտյան Ադրբեջան կոչված համայնքը, որը պետական ֆինանսավորում ունի, բազմաթիվ հանդիպումներ է ունենում եւ այլը, այսինքն հենց այս ուղղությամբ են աշխատում։ Մեր պատասխանը սրան իրականում շատ հստակ է։ Այն օրը, երբ արցախցիները կկարողանան վերադառնալ Արցախ, այն օրը, երբ Բաքվի կենտրոնում ապրող հայերը կվերադառնան իրենց տներ, կստանան իրենց իրականում նաև հենց նյութական ամբողջ ունեցվածքը, այն օրը, երբ Սումգայիթի հայերը կվերադառնան, այսինքն մենք խոսում ենք մոտ 570,000 առնվազն 570,000 Ադրբեջանից Հայաստան տեղափոխված եւ կունենան անվտանգության եւ 120,000 արցախցիներ, այսինքն մոտավոր ընդհանուր 700-ից 800,000 անձանց վերադարձի մասին այն օրը, երբ կկարողանանք մենք վերադառնալ, խնդրեմ այդ օրը թող ձերոնք վերադառնան։ Չնայած այստեղ էլի նույնական չի եւ էլի տարբերությունը ահռելի է եւ սա շեշտվում է եւ սա ընդ որում վերջերս ԱԳՆ-ի հայտարարության մեջ եւս շեշտված էր, որ որևէ ադրբեջանցի Հայաստանից դեպորտ չի արվել, կարողացել են տուն վաճառել, կարողացել են բնակարանների փոխանակում անել եւ այլ, այսինքն ուղղակի մարդիկ որոշել են, որ այո, միջավայրը արդեն հարմար չէ, վերադառնում է, որովհետեւ տեսել են թե ինչ է կատարվում Բաքվում եւ հասկացել են, որ դրա պատասխանը հասարակության հանրային մակարդակում կարող է տրվել, որովհետև եթե այնտեղ պետական մակարդակով էր այդ ամենը կազմակերպված, կարող է այստեղ լինել նաև ուղղակի ներհասարակական բախումներ եւ վերընկացել գնացել է։ Ընդ որում, սա պիտի ասենք, որ այնինչ իրենք շատ լավ հասկանում են, որ այստեղից ադրբեջանցիների գնալը բոլորովին նույնական չէ այն ինչ տեղի է ունեցել Սումգայիթում, Բաքվում եւ վերջին 23 թվականին արդեն Արցախում իրենք այդ Արցախի դեպորտացիայի էթնիկ զտման ամբողջ process-ի ժամանակ, որ խոսենք արցախցիների հետ, պարբերաբար նաև բոլորը այդ հակարի կամրջի սարսափելի այդ ճանապարհն անցած մարդիկ հիմնականում դա են շեշտում, որ անդադ այդ սահմանը անցնելուց այդ սահմանը, չգիտեմ անգամ ինչ ասեմ, որտեղ սահմանապահ չեն իրենք զինվորները, ասում էին ադրբեջանցի զինվորները, ասում էին, բայց ուր եք գնում, ձեզ ոչ մեկ չի պարտադրում գնալ։ Սա իրենք շատ լուրջ մտածված, այսինքն պլանը նաև այդտեղ է եղել եւ այսքան երկարաժամկետ նաև մտածված է եղել, որ ստեղծեն նաև հիմքեր, որ ցույց տան, որ մարդիկ իրենց կամքով են գնացել եւ նույն ԵԱՀԿ-ի համաժողովին լկտիության, ամբարտավանության եւ սանձարձակության մակարդակ այնտեղ հասավ, որ ոչ թե հասարակական կառույցի ներկայացուցիչը ադրբեջանցի, որտեղ այնտեղ պատվիրակությունները եւ հասարակական կառույցներից էին եւ պետական կառույցներից, այլ փոխդեսպանը ԵԱՀԿ-ում, Վիեննայում եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը շեշտեց, որ ինչ էթնիկ զտման մասին եք ընդհանրապես դուք խոսում, եթե Հայաստանը պարզապես ուներ դեմոգրաֆիկ խնդիր, ժողովրդագրական խնդիր եւ ամեն ինչ արեց, որ Ղարաբաղցիները, իրենց բառերով եմ ասում, Ղարաբաղցիները չինտեգրվեն Ադրբեջանին եւ Հայաստան տարավ բոլոր Ղարաբաղցիներին։ Եվ այստեղ նաև ուզում եմ գալ մի քիչ նաև մեր ներհասարակական տիրույթ եւ տեսնենք, թե նաև այս նարատիվը մենք չհասկանալով ոնց ենք գեներացնում նաև մեր ներսում։ Եվ սա իսկապես շատ վտանգավոր է եւ շատ ցավալի, որտեղ մենք իսկապես չենք պատկերացնում այդ հիբրիդային պատերազմ կոչվածի կոմպոնենտներ ինչպես կարող են մեր ներսում նաև կիրառվել։ Շատ հենց վերջերս, մեկ շաբաթ առաջ ազգային ժողովում վարչապետը բրիֆինգ էր տալիս եւ լրագրողներից մեկը ցավոք որին չեմ ճանաչում, որտեվ հիմնականում լրագրողների մեծ մասին գիտեմ, որ մի մասը ուսանողս են կամ ուսանողս են եղել, մի մասը գոլեգա են եղել ժամանակին, բայց այդ լրագրողը ենթադրում եմ արցախցի էր եւ երբ արցախցիների խնդրի մասին եւ ընդ որում շատ օբյեկտիվ սոցիալական խնդիրների մասին էր բարձրաձայնում, ասաց այդ մարդկանց բերել եք այստեղ եւ անտեր եք թողել։ Սա ուղղակի ադրբեջանական նարատիվ է, որովհետև իրենք էլ են ասում Հայաստանն է,
այդ մարդկանց բերել։ Հա, այսինքն այստեղ շատ նուրբ սահման կա, կրկին նուրբ սահման կա իշխանության դեմ խոսելու եւ պետության դեմ աշխատելու։ Շատ նուրբ է այդ սահմանը, բայց պիտի հասկանան, գիտակցենք։ Եթե հիշենք նաեւ 2023 թվականի ցույցերի հիմնական նարատիվները եւ այստեղ էլի ես տեսնում եի եւ ռուսական եւ ադրբեջանական շատ լուրջ համակցված գործողություն, երբ կառավարության շենքի մոտ ցույցեր, ընդ որում շատ էմոցիոնալ, որովհետեւ մենք բոլորս էինք սարսափելի հոգեվիճակում, երբ հասկանում էինք, որ որևէ կերպ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողության մասով ներգրավել չենք կարող, բայց որն էր հիմնական պահանջը, հիշենք, կոչ արեք, ընդ որում պնդում էին, որ վարչապետը կոչ անի, կոչ արեք, որ արցախցիները դուրս գան եւ որ այստեղ դուք իրենց պատրաստ եք ընդունել։ Եվ սա ամենամեծ խնդիրն էր, որովհետեւ եթե եւ բարեբախտաբար չարվեց այդ կոչը, եթե այդ կոչը արվեր, մենք որևէ տեղ այլևս աշխարհում չէինք կարող պնդել, որ տեղի ունեցել դեպորտացիա, բռնի տեղահանում եւ տեղի ունեցել էթնիկ զտում, որովհետեւ կասային, գիտեք, դուք կոչ արեցիք եւ սա ավելի շատ ոչ թե դեպորտացիա էր, այլ էվակուացիա էր, հա, ասենք, չգիտեմ, ժողովրդին դուրս բերել, ավելի անվտանգ տարածք եւ այլ, որտեղ այստեղ էլի մեծ տարբերություն կա իրավական տեսանկյունից։ Երկրորդ հիմնական կոչը, որ այդ օրերին հնչում էր ընդդիմության կողմից, սա էր, պիտի ներգրավենք եւ օգնենք Արցախին պատերազմի process-ում։ Որն էր այդ ներգրավման հիմնական պլանը։ Մեր Սյունիքից խփելը, չէ՞։ Հասկանում ենք, չէ՞, որ դա նաև Ադրբեջանի եւ ռուսների պլանն էր, որ այո, մենք այնտեղից ներգրավենք, Ադրբեջանը ունենար շատ լեգիտիմ իրավունք, լիովին լեգիտիմ իրավունք հարձակվել Սյունիքի վրա եւ ինչ տեղի կունենար, հա, ռուսներ ուղակի կգային, Սյունիքը կփրկեին եւ ամբողջությամբ իր տարածաշրջանը կդառնար, այսինքն մենք մեծ հաշվով կկորցնենք Սյունիքը Արցախը կորցնելուն զուգահեռ, որտեղ արդեն իսկ այդ կորստի հիմքերը ստեղծվել էին։ Այս առումով շատ մտահոգվում եմ, որ ադրբեջանական այդ նարատիվները ուղղակիորեն գեներացվում են նաև մեր ներհասարակական ներսում, ընդ որում ես չեմ ասում, որ գործակալներ են, ծառայում են եւ այլն, շատ իսկապես կարող են չհասկանալ, իսկապես օբյեկտիվորեն կարող են չզգալ, նաեւ կարող են չիմանալ, օրինակ նույն Ադրբեջանում ինչ նարատիվներ են հիմնականում տարածվում, որովհետեւ ամենօրյա ռեժիմով որևէ մեկը չի, որ ադրբեջանական մամուլ է մոնիտորինգ անում, կարդում, ուսումնասիրում իրենց հիմնական նարատիվները։ Այս առումով շատ զգուշավոր պիտի լինենք։ Ինչու են ձգտում միջազգային ատյաններից հետ կանչել գործերը, եթե իրենք այդքան վստահորեն ասում են, որ մենք ապացույցներ, հսկայական ապացույցներ ունենք Հայաստանի դեմ։ Սա հիմնական փաստարկներ, որով ես ուղղակի կարծում եմ բամբագորգոր չհնչի, բայց կարծում եմ ջախջախեցինք մենք ԵԱՀԿ-ում հենց իրենց պատվիրակությանը, որովհետև այնտեղ պատվիրակության անդամներ կային, որոնք ասում էին դուք հանցագործ եք, դուք իրականացրել եք խոջալու, այնտեղ մի քանի նոր բաներ էին հորինել, մենք գտել ենք խմբանը եղբայրական գերեզմաններ եւ այս մասով նոր փաստեր են իհադ եկել եւ այս մասով դուք պատժվելու եք եւ այլն, ասենց ինչ որ անհեթեթ ելույթներ, ու երբ ես իմ պատասխան ելույթում ասացի այս հարցերի լուծման միակ հարթակը ՄԱԿ-ի արդարադատության դատարանն է։ Եթե ունեք փաստեր, եկեք գնանք այնտեղ։ Մենք մեր հայցերը ներկայացրել ենք, ինչ եք անում դուք, պարտադրում եք մեզ, ճնշում եք մեր վրա, պարտադրում եւ նախապայման եք դնում, որ հայցերը հետ քաշենք, ինչը խոսում է բացառապես այն մասին, որ դուք չունեք փաստեր, որ դուք վախենում եք իսկապես այն փաստերից, որոնք մենք ունենք եւ պատերազմական հանցագործությունների եւ տեղի ունեցած բազում սարսափելի գործողությունների եւ բլոկադայի եւ էթնիկ զտման 23 թվականի։ Այստեղ իրենք ուղակի լռեցին։ Եվ այստեղ այս փաստարկը միջազգային հանրության համար, որտեվ երբ դու ուղակի ասում ես մենք տենց բան չենք արել, դուք ստում եք եւ այլ, այստեղ չի աշխատում, որտեվ դրա համար նաեւ պիտի ժամանակ ունենաս ապացույց բերելու եւ այլն, ասում ես շատ լավ, ունեք փաստեր, եկեք գնանք միջազգային դատարան։ Ընդ որում սրանից հետո երբ նայում ենք ադրբեջանական մամուլը, արդեն ավելի շատ էին իրենց հենց փորձագետները այս հարցը բարձրացնում, ինչի ենք մենք հետ կանչում հայցերը։ Այսինքն իրենք էլ ներսում սկսեցին հարց տալ,
Արդյոք իսկապես մենք այդքան վստահ չենք, իսկ ինչու են հետ կանչում, որովհետև Ալիևը շատ լավ հասկանում է, որ էթնիկ զտման համար, իսկ դրա ապացուցման այլևս բազմաթիվ հիմքեր կան եւ նաեւ Freedom House-ի կողմից նաեւ մեր տարբեր հասարակական կառույցների կողմից իրականացված բավական համապարփակ զեկույց է, փաստահավաք զեկույց է, որ արդեն հրապարակվել է եւ աշխարհում հնարավոր բոլոր միջազգայինները վստահության բավական լուրջ մակարդակ ունեն, որտեղ սա միայն Հայաստանում եւ հայերը չէ, որ արել է, սա Freedom House-ը միջազգային մի քանի կազմակերպություններով են արվել։ Այլևս հասկանում է, որ սրա պատասխանը 10 տարի հետո, 20 տարի հետո, ի վերջո Կիպրոսում 40 տարի հետո տեղի ունեցավ դրա պատասխանը, հա, այսինքն որպես հանցագործ համարվեց եւ այլ եւ այլ։ Իսկ սրա պատասխանը տասնյակ տարիներ հետո անգամ պիտի տրվի։ Եվ սա է նաեւ խնդիրը, որ ես իսկապես բացարձակ ընդունելի չեմ համարում համաձայնությունը, որ մենք գնացինք եւ հայցերից հետ քաշման հարցը քննարկվեց ընդհանրապես, բայց ես նաեւ հասկանում եմ, որ խաղաղության պայմանագրի այս փուլում համաձայնեցումը թերևս շատ կարևոր էր, մի քանի պատճառներով, եթե ժամանակ ունենանք սրա մասին եւս կխոսենք։ Կարևոր է։ Այս փուլում համաձայնեցումը ինչու էր կարևոր, այսինքն զուտ գոնե բառացի ասել եւ ստանալ Ալիևից նաեւ հրապարակային հայտարարություն, որ մենք համաձայն ենք այս տեքստին։ Սա չափազանց կարևոր էր, որովհետեւ կային արդեն նախադրյալներ, որ ԱՄՆ-ն որոշակիորեն ներգրավում է process-ում, այսինքն արդեն կար որոշակի քննարկում, անգամ քննարկվում էր ինչ որ ժամանակ, որ պիտի հենց ստորագրվի եւ այլ եւ այլը, եւ կար մտավախություն, որ տեսնելով, որ Թրամփի գործելավոճը ինչպիսին է, հա, այսինքն առավելապես թույլին ճնշելու տեսանկյունից։ Ես ունեի այդ մտավախությունը, որ չի բացառված, չէինք կարող բացառել, որ հենց մեր կողմը չի ճնշման ենթարկվելու եւ այնտեղ մեկ հարց էր հիմնականում, որ համաձայնեցված չէր եւ դա ոչ թե սահմանադրության փոփոխություն եւ այլ, այլ կրկին գնում ենք Սյունիք, այսինքն ապաշրջափակման հարցներ եւ որևէ կերպ չէին կարող բացառել, որ կասվեր դե եկեք սա էլ համաձայնեք, այդ սահմանադրությունն էլ փոխեք կամ խոստացեք, որ պիտի փոխեք եւ ստորագրենք։ Երբ որ արդեն հրապարակային ասվեց, որ համաձայնեցված է տեքստը, եթե որևէ կողմ, կլինի ԱՄՆ, Ռուսաստան, մի աստված մի արածցե, որևէ կողմ միջամտի եւ որպես միջնորդ հանդես գա եւ փորձի թույլին այս դեպքում ճնշել, միանգամից հակափաստարկը շատ հիմնավոր է, երբ ասում ես փաստաթուղթը համաձայնեցված է։ Եթե մենք որևէ բառ այս փաստաթուղթում փոխենք, այլևս դա պիտի նորից սկսենք բանակցել հավելյալ մի քանի տարի։ Որևէ կողմին սա ձեռնտու չի։ Այսինքն դա ուժեղացրեց։ Դա ուժեղացրեց մեր կողմին, այո։ Եվ բայց մյուս կողմից այո, խնդիր է, եթե իսկապես փաստաթուղթը ստորագրվի, ինչի հույս ես որևէ կերպ չեմ տածում եւ այս տեսքով հայցերից հետ քաշումը խնդիր է լինելու, որովհետեւ սա թերևս իրավական տեսանկյունից այն հիմնական գործիքն է, բայց թող օրը հասնի այդ հարցը թերևս կքննարկենք, որտեղ կարծում եմ այնտեղ հնարավորություն կլինեն հետագայի համար նաև էլի հայցեր ներկայացնելու, որտեղ փաստաթուղթը ենթադրում եմ, որ առավելապես վերաբերում է նախորդած ժամանակաշրջանին, իսկ թե հետո ինչ հանցագործություններ կլինեն կամ ինչ որ խնդիրներ կծագեն, հետո կարծում կարող ենք էլի միջազգային դատարաններ գնալ։ Արդյոք դատավարությունների ժամանակ այդ ցուցմունքներ ստանալը նույնպես ուղղված չէ այդ թեմային ստանալ ավելի շատ ապացույցներ Հայաստանի դեմ, որ նախապատրաստում են այդ հետ կանչը միջազգային ատյաններից, իրենք այստեղ ստացված ցուցմունքներն են ներկայացնելու հանրությանը որպես ապացույց հայկական հայերի, ինչպես չեմ ուզում վերաշարադրել իրենց վիրավորանքները մեր հասցեին։ Անշուշտ իրենք սա օգտագործելու են եւ ինչ որ ապացույցներ, ընդ որում ես բոլորովին վստահ չեմ, որ իրենք արբիտրաժից են հետ կանչելու, հա, այսինքն արբիտրաժային իրենց հայցերը հատկապես բնապահպան, հատկապես էկոլոգիական եւ հանքերի օգտագործման այդ ամբողջ, որը բավական լուրջ գումարների մասին է, այդ առումով վստահ չեմ, թե դա քննարկվել է եւ հետ կանչը
պայմանավորված է կամ չգիտեմ, այսինքն այսքան դետալներ վստահաբար չեն կարող լինել փաստաթղթում, բայց այն, որ իրենք փորձելու են Բաքվի այս կեղծ դատավարության այսպես ասած ստացած արդյունքները իրենց համար օգտագործել, վստահաբար, բայց միջազգային իրավունքը բացառում է նման փաստերը օգտագործելուց, որովհետև այն դատավարությունները, որոնք այս Բաքվում իրականացվում են, դրանք միջազգային իրավունքի տոտալ խախտմամբ են իրականացվում եւ այդ փուլում ձեռք բերված եւ ապացույցներ կոչվածը եւ մեծ հաշվով դատավճիռը չի կարող հիմք հանդիսանալ միջազգային որևէ ատյանի համար։ Սա միանշանակ չի կարող, որտեղ այստեղ փաստարկները չափազանց շատ են, այն որ փաստաբան չեն ունեցել, այն որ այս մարդիկ ընդհանրապես արդարադատության հասանելիության խնդիր են ունեցել, բոլոր հնարավոր կոնվենցիաները եւ եվրոպական մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ ընդհանրապես բոլոր հնարավոր միջազգային օրենքները խախտվում են այստեղ եւ դա չի կարող հիմք հանդիսանել միջազգային հարթակում, այն որ իրենք ֆաբրիկացված ինչ որ բաներ կասեն եւ կստեղծեն այդ միֆը եւ ելի հնարավոր բոլոր այդպես միջազգային հարթակներում սրա մասին կբարձրակոչեն եւ կգորգորան, սա հասկանալի է, բայց միջազգային հարթակում չեն կարող, դա միջազգային դատական հարթակում այդ պայմաններում ստացված ցուցմունքների արժեհավատության մասին Այո, որովհետև դրանք չեն կարող որևէ կերպ արժեհավատել։ Ձեր ելույթը ես նախաբանում այս ձեր ելույթի մասին խոսելով ասացի, որ շատ խիզախ էր, շատ դուք իրերը իրենց անուններով եք կոչել։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում որևիցե նախադասություն չեն կարող ասել, եթե դա համաձայնեցված չի իշխանությունների հետ։ Ձեր ելույթը եւս համաձայնեցված էր մեր հայկական իշխանությունների հետ։ Չէ, բարեբախտաբար Հայաստանը ունի այդ ազատությունը եւ միշտ է ունեցել այդ ազատությունը, ընդ որում այս ընկալումը նաեւ միջազգային հանրությունը ունի, այսինքն երբ այնտեղ ասում են հասարակական կառույցի ներկայացուցիչ ադրբեջանական, իրենց քմծից աղից եւ շատ վերապահումով մոտենալու վերաբերմունքը ակնհայտ է միջազգային տարբեր դերակատարների մոտ։ Հայաստանի նկատմամբ այդ վերաբերմունքը չկա եւ բարեբախտաբար որևէ կերպ նաեւ սահմանափակված չենք մենք մեր հիմնական խոսույթները համաձայնեցնելու։ Ընդ որում ես նաև էլի շեշտում եմ, մենք որպես հասարակական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում նաև այլ կառույցների ներկայացուցիչները, որոնք տարիների աշխատանք են նաև այս ուղղությամբ իրականացնում, իմ գործընկերները, որոնք նաև աշխատել են էթնիկ զտումը ապացուցող այդ փաստահավաք զեկույցի վրա, որևէ կերպ կաշկանդված չեն իրենց խոսույթում։ Եվ սա տարբերակում է մեզ պետության ներկայացուցիչից ահռելի մեծ տարբերություն է։ Իսկ պետական ներկայացուցիչի ասում, դուք ինչու եք այդպիսի բաներ ասում, տեսեք մենք զերծ ենք պահում, մենք հետ ենք, մենք լռում ենք, մենք չենք մատնանշում, մենք ավելի շատ մեղմ ենք, ավելի դիվանագիտական լեզվով ենք խոսում, իսկ դուք այսպես միանգամից ուղիղ Չէ, որևէ կերպ, այսինքն թակառակը, հա, այսինքն իրենք եւ պետության դեսպանատան ներկայացուցիչները, ընդ որում դեսպանատան ներկայացուցիչը եւս շատ ճիշտ փաստարկներով եւ հիմնավորված ելույթներ ունեցավ, բայց այն բառամթերքը, որ մենք կարող ենք կիրառել, պետության ներկայացուցիչը երբեք չի կարող կիրառել եւ չպետք է կիրառի, հա, այսինքն սկսած նրանից, որ եթե ես կաշկանդված չեմ որևէ կերպ ասել դիկտատոր Ալիև եւ դիկտատոր Պուտին եւ երկուսի հիմնական խոսույթները ներկայացնել, ընդ որում ներկայացնել ոչ միայն բառացիալ, նաեւ տպագրական նյութերով, շատ հստակ փաստեր իրենց ուղակի մեջբերումները ներկայացնելով, պետության ներկայացուցիչը դա չի կարող անել, այսինքն այստեղ է տարբերությունը նաեւ հանրային դիվանագիտության եւ պետական դիվանագիտության։ Սա իրականում անգամ այս ոչ կաշկանդվածությունը ես ունեցել եմ անգամ ազգային ժողովում, որովհետեւ երբ պատգամավոր այն ժամանակ եւ հիմնականում նաեւ պարլամենտական դիվանագիտության տարբեր հարթակներում էի 2018-ից 20 թվականը պատերազմից հետո հրաժարական եմ տվել պարլամենտական դիվանագիտության այդ ամբողջ process-ում ես իմ խոսույթում շատ ավելի ազատ քիչ սահմանափակված եմ եղել, քան
ԱԳՆ-ի դիվանագետները եւ սա ամբողջ աշխարհում է ընդունված, որտեղ պարլամենտական դիվանագիտությունը շատ ավելի ազատ է իր եւ գործունեության եւ հարթակների եւ խոսույթների մեջ, քան ԱԳՆ-ն։ Բարի, եւ խոսելով այդ օրվա մասին, այն ինչ մենք տեսանք ԵԱՀԿ-ի այդ մարդու իրավունքների համաժողովի մասին, չի կարելի չհիշել այդ պորտկումը ադրբեջանական կողմի, որ նրանք ասացին, որ իրենց ստանդարտ սպառնալիքները կգանք, Երևանը կգրավենք, ես կանենք, որտեղ չգիտեմ, որտեղ չէին ուզում խմել։ Ընդ որում թուրքական չէ։ Հա, թուրքական թե ուզում էին խմեին, պարսկական կարծեմ թե բսկիթ չէ, դա էր իրենց եւ մեր քաղաքում, հայկական քաղաքում։ Ինչպես ընկալվեց դա, լավ, մենք ասենք գիտենք նախ ինչու նա պորտկաց, ինչու նրան այդպես զարերացրեց եւ այդ եվրոպական հարթակում նման հայտարարություն ինչպես է դիտարկվում։ Նախ այդ զայրույթը իրականում երևի նաև մեր ճիշտ որոշակի մարտավարության արդյունքներ, որ իրեն հասցրեցինք նրան, որ բացահայտեն իրենց կեղծ դեմքը, որովհետև առաջին իսկ նիստից սկսել էին տենց եկեք խաղաղություն, մոռացեք անցյալը, անընդհատ անցյալն եք փրփրում, խաղաղություն կնքենք եւ այլ եւ երբ մենք անընդհատ ասում ենք ինչ խաղաղության մասին եք խոսում, երբ մենք ամեն օր ենք խոսում եւ ամեն օր ենք ասում խաղաղության համաձայնագիրը ստորագրեք, դուք եկել այստեղ խաղաղություն եք քարոզում եւ այդ այսպես խաղաղության այսպես բաների մեջ դիմակի տակ իրենք փորձում էին մեզ դեռ մի բան էլ մեղադրել, բայց երբ անընդհատ տարբեր փաստեր ներկայացնելով, հատկապես երբ արդեն էլ փաստարկ չէր մնացել, երբ ասում էինք, հա շատ լավ, ունեք փաստեր, ունեք մեր կողմից իրականացված հանցագործությունների փաստեր, չնայած երբևէ Հայաստանը ընդ որում համաժողովը հենց խտրականության եւ ոչ միայն ատելության խոսքի, այլ հենց խտրական մոտեցումների եւ խտրական քաղաքականության վերաբերյալ էր, իսկ էթնիկ զտումը ռասայական խտրականության ամենածայրահեղ ձևերից մեկն է, հա, ցեղասպանությունը, էթնիկ զտումը եւ այլն մարդկության դեմ հանցանքի ձևերից մեկն է, եւ երբ մենք փաստարկ ենք բերում, շատ լավ, եթե ունեք դուք ինչ որ փաստարկներ, եկեք գնանք միջազգային դատարան, ընդ որում ՄԱԿ-ի արդարադատության դատարանում հենց ռասայական խտրականության կոնվենցիայով մեր հիմնական հայցը, հենց այնտեղ պիտի դա քննարկենք, եւ այլևս չունեին փաստարկ, արդեն այդ պորտկումը տեղի ունեցավ եւ ասացին, դե եթե ուզում եք պատերազմ, հաջորդ պատերազմը լինի Հայաստանի սուվերենության կորստով եւ մենք թուրքական չայ կխմենք Կապույտ մզկիթում։ Սա բացարձակ անընդունելի հայտարարություն էր ԵԱՀԿ-ում հատկապես, որովհետեւ հենց ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտն է բացառում ուժի կիրառման սպառնալիքը։ Բայց ցավոք մոդերատորը, որ այդ ամբողջ նիստն էր ղեկավարում, ընդհանրապես սահմանափակվեց, այսքան խոսքը չդադարեցրեց, ընդհանրապես սահմանափակվեց ասելով, որ կոռեկտ եղեք ձեր հայտարարության մեջ, ընդ որում նույնը ինձ ասաց այն դեպքում, երբ ես շատ իրականում բավական այդպես զգուշավոր եւ կոռեկտ հայտարարություն արեցի եւ միակ բանը, որ թերևս կոռեկտությունից դուրս էր, այն էլ, որ ասացի խաղաղություն եք ուզում, իրոք, այսինքն ընդհանրապես սա էր իմ ասածը, այսինքն ելույթս հաջորդիվ ամբողջությամբ այդ փաստարկներն էին, որ եթե ուզում եք խաղաղություն եկեք սա արեք եւ այլը, բայց այդ իրոքի համար ասած խնդրում եմ մնացեք կոռեկտության սահմաններում, այսինքն այստեղ շատ նույնական եւ շատ խնդրահարույց էր եւ այս առումով մենք նամակ գրեցինք ԵԱՀԿ-ին եւ որքան գիտեմ նաեւ ԱԳՆ-ի կողմից է, այսինքն դեսպանատան կողմից է որոշակի այդպես դիտարկում արվել, ես իմ ելույթում էլ ասացի, որ պիտի ունենաք ընթացակարգ նման ելույթները ուղղակի դադարեցնելու կամ շատ խիստ նկատողություն անելու եւ տվյալ անձին հաջորդի որևէ այլ համաժողովի թույլ չտալու, որտեղ սա ուղղակիորեն խախտում է ամբողջությամբ ձեր իսկ սահմանած ԵԱՀԿ բոլոր կանոնները, կանոնադրությունը, օրենքը եւ այլ եւ այլ։ Ես որքան տեղեկացված եմ, հոկտեմբերին եւս մեկ նստաշրջան է կամ համաժողով։ Հոկտեմբերին հիմնական
նստաշրջանն է, որովհետև ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների չափողականության այս շարքը սկսում է փետրվարից տարբեր փոքր համաժողովներով տարբեր երկրներում, անդամ 57 երկրներում մարդու իրավունքների խնդիրները, խախտումները վերհանելը, ընդ որում թեմաները շատ տարբեր են, մեդիայի ազատությունից, խոսքի ազատությունից մինչև նույն խտրականության խնդիրներ կամ հավաքների ազատությունից մինչև ատելության խոսք եւ այլ եւ այլ եւ արդեն հոկտեմբերի սկզբին ենթադրաբար, որտեղ օրը դեռ հրապարակված չի, Վարշավայում լինում է միշտ այդ լիագումար ամբողջական համաժողովը եւ նիստը, որի ընթացքում վստահաբար շատ ավելի ագրեսիվ եւ թերևս շատ ավելի պատրաստված կգան ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները, ես հույս ունեմ, որ մենք էլ պիտի գնանք, բայց դեռևս իրականում որոշակի այդպես դրամահավաքի փուլում ենք, տեսնենք կհաջողի թե չէ, որովհետև դրա համար միջոցներ են պետք։ Հա, միջոցներ են պետք։ Դա պետական պետությունը չի ֆինանսավորում։ Ադրբեջանական կողմին բնականաբար պետությունն է ֆինանսավորում, մենք որևէ կերպ չենք ուզում, այսինքն այնպես չի, որ պետությունը չի ցանկանում ինչ-որ գործողությամբ ներգրավել, բայց հասարակական կազմակերպությունների համար դա թերևս ընդունելի տարբերակ չի եւ մենք կարծում ենք ֆինանսական միջոցների պատճառով Ադրբեջանը գնա եւ էլի Հայաստանի մենք նախորդիվ կարողացել ենք հանրային մոբիլիզացիայի եւ դրամահավաքի միջոցով կարողացել ենք գտնել հնարավորություններ, կարծում եմ այս անգամ եւս հնարավոր կլինի։ Ամենայնպես մեր լսարանը ինչպես կարող է ձեզ հետ կապվել, որպեսզի եթե ցանկացողներ գուցե հայտնվեն, ովքեր ուզեն մասնակցել եւ աջակցել։ Ես իմ էջում էլ հրապարակում կամ առաջիկայում Facebook-յան էջը Գայանե Աբրահամյանի, այո, կարծում եմ մենք իսկն կազմակերպության էջով ենք սովորաբար անում հրապարակումը, Global Giving հարթակում ունենք դրամահավաք, բայց եթե երևի ավելի հեշտ կլինի ուղղակի ինձ Facebook-յան էջում գտնել, ես բարբերաբար այդ հրապարակում անում եմ։ Այդպիսի համաժողովների օգուտը, բացի նրանից, որ դուք խոսեցիք, նրանք խոսեցին, ինչ օգուտ կարող է Հայաստանը ունենալ ձեր մասնակցությունից այդ համաժողովում։ Այստեղ էլի այդ նարատիվների կառուցման հարցն է, այսինքն նման համաժողովներն են, միջազգային հարթակներն են, որ այդ նարատիվները կառուցում են, այսինքն տեսեք ինչու էր հենց օրինակ Ադրբեջանը տասնյակ տարիներ ահռելի ջանք միջոցներ, ահռելի միլիոնավոր դոլարներ, ինչպես մենք ասում ենք նավթադոլարներ ներդրել, տարբեր օրինակ բանաձևերի ընդունման, հայտարարությունների ընդունման, հիմա այս վերջերս ընդունված իսլամական պետությունների հայտարարությունը, բանաձևը, որը չափազանց մտահոգիչ էր եւ այս առումով մենք Իրանի հետ նաեւ պիտի աշխատենք, ենթադրում եմ, որ կապված իրենց երկրում պատերազմական իրավիճակի հետ գուցե ուշադիր չեն եղել կամ գուցե չեն կարողացել դրան հակազդել եւ այլ եւ այլը, այս առումով իրենք ահռելի ջանք են դնում, որովհետեւ սրանով այսպիսի փաստաթղթերով իրենք կարողանում են այդ նարատիվը ձևավորել։ Եվ մեր մասնակցությունը տարբեր նման համաժողովներին գոնե հնարավորություն է մեր կողմի ճշմարտությունը ներկայացնելը, եթե պաշտոնապես մենք իրավունք չունենք որևէ կերպ ազդել այդ հայտարարության տեքստերի վրա եւ այլ կամ բանաձևերի վրա, սրանով հիմնականում աշխատում են գոնե հանրային ընկալումը որոշակիորեն փոխել, որովհետև օրինակ նույն այդ ելույթներից հետո միջազգային տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչներ մոտենում էին, խոսում էին, քննարկում էին, հարցնում էին, մենք այնտեղ նաև side event, այսինքն հավելյալ միջոցառում իրականացրեցինք ներկայացնելով եւ էթնիկ զտման ամբողջ փաստերը ներկայացնել, նաև Արցախցի ներկայացուցիչ ունեինք, որը ամբողջ այդ բլոկադայի սարսափը եւ ճանապարհի այդ ամբողջ դեպորտացիայի ամբողջ ողբերգությունը ներկայացրեց անձնական փորձով եւ այս առումով շատ կարեւոր են նման միջոցառումները, իրենք այդ առումով ահռելի ջանք են դնում, ահռելի ֆինանսական միջոցներ են դնում, մենք փորձում ենք եւ գրքեր են տպագրում եւ գրքեր են տպագրում իլյուստրատիվ ինչ հեքիաթներ մենք եւս այս անգամ իլյուստրատիվ բավական շատ նյութ ենք տարել, այո, եւ զեկույցները, ընդ որում զեկույցների եւ իրական այսքան ամբողջ
ամբողջական տարբերակների եւ դրանց one pager-ներ, այսինքն որոնք QR կոդով ուղղակի որտեղ մարդիկ շատ հաճախ ամբողջ գրքերը չեն վերցնում, բոլորը ունեն ծանրության խնդիր, այսինքն այս տեսանկյունից մենք եւս եւ Պուտին Ալիև եւ fact sheet-եր, այսինքն որ թե 88 թվականից Ադրբեջանը հայատյացության ինչ գործողություններ, էթնիկ զտման ինչ գործողություններ Սումգայիթ բակ բոլոր հնարավոր դեպքերը նշված տարեթվերով, մարդկանց սպանությունների քանակով եւ այլ եւ այլ։ Այս առումով բավական այդպես փաստաթղթային գործ իրականացրել են։ Ուրախալի է դա լսել, որ շնորհակալ եմ շատ այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ժամանակ գտակ եկաք, ես գիտեմ, որ ես մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեմ, որ մեզ տրամադրեցիք։ Ես եմ շնորհակալ նաեւ ձեր աշխատանքի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հանուն Հավասար իրավունքների կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանի հետ էի զրուցում։ Զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։